Ինչն է ստիպում սպանել։ Ում է պատկանում Մարիամի սիրտը եւ երեխան։ Այն երեխան, ով կդառնա այս պատմության բախտաբեր ավարտը։ Շուրջ 7 ամիս եւ ավելի քան 140 սերիա։ Հայ սերիալասեր հասարակությունը հեռուստաէկրաններից հետևեց բախտաբեր հեռուստասերիալին։ Իսկ այսուհետև այն կցուցադրվի նաեւ Երևանի կինոթատրոններում որպես գեղարվեստական ֆիլմ, որտեղ հանդիսատեսը կգտնի պատմության եւ հերոսների ճակատագրերի հանգուցալուծումը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներից Հարություն Մովսիսյանի կարծիքով հեռուստադիտողը կարիք ուներ տեսնելու բախտաբերի ավարտը հենց այս ձևաչափով։ Կարծում եմ, որ մենք չենք սխալվել, ճիշտ ենք արել, որտեղ սա լիամետրաժ կինոնկարար, ժամու 40 րոպե, ու ժողովուրդը միանգամից կտեսնի այդ բոլոր էմոցիաներին գծերը, որոնց վերաբերյալ պատասխանները դեռ չկային։ Ցավոք երբեմն լինում է, երբ մենք սերիալում չգիտենք, հա, հերոսուհու ավարտը ինչպեսին կարող է լինել, որովհետև դա սցենարիստից է կախված, իսկ ֆիլմում ճիշտ հակառակը, դու գիտես ինչպես է սկսվում եւ որտեղ է գնում ավարտը։ Ես կարծում եմ պետք է որ տարբերությունը միայն դա լինի, իսկ պրոֆեսիոնալ մարդու համար երկուսն էլ պատասխանատու են։ Ըստ ֆիլմ ստեղծողների գործողությունները ծավալվելու են 1 տարվա կտրվածքով։ Էկրաններում հայտնված ֆիլմը պարզաբանելու է, թե ինչու է գլխավոր հերոսուհին կանգնել դատարանի առջև գլխավոր հերոսի Դավիթի սպանության մեղադրանքով կամ ինչ հանգուցալուծում է ունենալու Մարիամի երեխայի ճակատագիրը։ Բոլոր հարցերի պատասխանը հանդիսատեսը ստացավ հոկտեմբերի 8-ին Հայաստան կինոթատրոնում կայացած պրեմիերայի ժամանակ։ Ֆիլմով մենք ուղղակի մի քանի մարդկանց կյանքերի գծերը ավարտեցինք, այսպես ասեմ, բայց կան այլ մարդիկ, ովքեր որ անավարտ են մնացել, մեկը իմ կերպարի գիծը։ Կարծում եմ, որ երկրորդ եթերաշրջանը, եթե ֆիլմը հաջողություն ունեցավ, բոլոր հոլիվուդյան ֆիլմերն էլ իրանք առաջին մասը նկարելուց, եթե միտք ունեն երկրորդը նկարահանելու, առաջինը միշտ թողում են անավարտ։ Հետո հանդիսատեսի արձագանքից հասկանում են, դա հետաքրքիր է թե ոչ, նոր շարունակում են, արժի երկրորդը նկարել թե ոչ։ Կարծում եմ, որ այս պարագայում էլ երևի նմանատիպ ինչ-որ մի բան կլինի, չնայած որ մենք ուզում ենք երկրորդ եթերաշրջանը։ Պետք է ասեմ, որ անձնակազմը շատ հետաքրքիր անձնակազմ է եւ ինձ շատ հաճել էր իրենց հետ աշխատել։ Վստահ եմ, որ երկրորդ եթերաշրջանը էլ ավելի հետաքրքիր եւ էլ ավելի ռեյտինգային կլինի։ Չնայած որ առաջի եթերաշրջանը իր տեսակով եղավ այնպիսին, որ ֆուրոր առաջացրեց ամբողջ հայկական հեռուստաշուկայում։ Գեղարվեստական ֆիլմից բացի շուտով էկրաններին կլինի նաև սերիալի երկրորդ եթերաշրջանը, որին ինչպես դերասաններն են ասում, մեծ ոգևորությամբ սպասում է հենց հանդիսատեսը։ Բախտաբեր գեղարվեստական ֆիլմը որոշ ժամանակ կմնա մեծ էկրաններին, որից հետո կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ։